Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ։ Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է հենց այս պահին նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացը, միակ խնդիրը վարչապետի թեկնածուի հարցն է։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նա հավելել է, եթե Հայաստան դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, պատիվ ունեմը կմիանա։ Հայաստանից Վրաստանի տնտեսությունում ներդրումները 2024 թվականի արդյունքներով աճել են 31%-ով։ Վրաստանի փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին հայտնել է, այսօր Վրաստանում հայկական կապիտալով շուրջ 600 ընկերություն է գործում։ Ներդրումները հիմնականում կենտրոնացած են տրանսպորտի, լոգիստիկայի, անշարժ գույքի եւ արտադրության ոլորտներում։ Ըստ պաշտոնյայի Հայաստանն ավանդաբար Վրաստանի 10 խոշորագույն տնտեսական գործընկերների թվում է, 2024 թվականին այն 9-րդ տեղն է զբաղեցրել։ Արդեն երրորդ օրն է Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ բնակավայրում անհետացած 2 տարեկան երեխային գտնել չի հաջողվում։ Վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ 2 տարեկան տղան Մարմարիկ գետի ափին կորել է մայիսի 4-ին։ Ծնողները կասկածներ ունեն, որ հնարավոր է փոքրիկը գետն է ընկել։ Երեխայի անհետացման փաստի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Լենինգրադի մարզում ռուսական համայնք շարժման նեոնացիստները ներխուժել են բնակարաններից մեկը, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է 37-ամյա Հայաստանի քաղաքացու, իսկ պատուհանների տակ 24-ամյա աղջիկ ծանր վիճակում։ Հաղորդվում է, որ անհայտ անձինք փորձել են բնակարան ներխուժել, ներկայանալով որպես ոստիկաններ, նրանք կոտրել են դուռը, գազ կիրառել տուժողի նկատմամբ եւ հարվածել էլեկտրաշոկով։ Քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական եւ քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը քվեարկության առաջին փուլում չի ընտրվել կանցլերի պաշտոնում։ Նա անհրաժեշտ 316-ից 310 падգամավորի կողմ ձայն է ստացել։ Մերցը երկրորդ անգամ կփորձի դառնալ կանցլեր։ Խորհրդարանականները 14 ունեն Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար։ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է $1000 պարգև վճարել այն անօրինական միգրանտներին, որոնք որոշեն կամավոր լքել երկիրը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տարածած հայտարարությունում ասվում է, այսպես կոչված ինքնարտաքսումը երկրից հեռանալու լավագույն, առավել անվտանգ եւ նվազագույն ծախսեր պահանջող միջոցն է ձերբակալությունից խուսափելու համար։ Նախարարությունն առաջարկում է վճարել ուղևորության համար եւ պարգևատրում CBP Home բջջային հավելվածի միջոցով հայրենիք վերադառնալու փաստը հաստատելուց հետո ստանալով $1000։